Նարեկատի երիտասարդաց միության պահպանենք մեր մշակութային արժեքները խորագրով դրամաշնորհային ծրագիրը իրականացվեց Վանադորի երիտասարդական բանկ ծրագրի շրջանակներում։ Եվրասիա համագործակցության հիմնադրամը սկսած 2007 թվականից իրականացնում է Վանադորի երիտասարդական բանկ ծրագիրը, որի տարբեր փուլերում երիտասարդները զարգացնում են իրենց առաջնորդական որոշումներ կայացնելու եւ վերլուծական մտածելակերպի հմտություններ իշահ համայնքի խնդիրների լուծման։ Պահպանենք մեր մշակութային արժեքները ծրագրի առաջին փուլում անցկացվեց ճանաչողական սեմինար, որի շրջանակներում կարևորվեցին մշակութային արժեքների պահպանում ու իրենց ներդրումն այդ գործում։ Ծրագրերը, որ մտահղացանք, բազմաթիվ էին, բայց ինչու ընտրեցինք հենց սա, պատճառը այն էր, որ մեզանում շատերը կան, որ տեղյակ չեն անգամ մեր մարզում գտնվող մի շարք պատմամշակութային կենտրոնների գոյությանը եւ մեր ծրագիրը հատկապես ներառում է այն վայրերը, որոնք Լոռու մարզում այնքան էլ հայտնի չեն ու հատկապես երիտասարդության շրջանում հայտնի չեն ու նպատակը նախ երիտասարդության շրջանում արթնացնել բծախնդրություն մեր արժեքների նկատմամբ, այսինքն նրանք եւս մեկ անգամ կարեւոր են մեր արժեքները, մեր մշակույթը եւ երկրորդ այն վայրերը, որոնք այնքան էլ հայտնի չեն ժողովրդին, հանրությանը, հայտնի դառնան նրանցում ու նրանց ուշադրությունը ուղենք դեպի այդ վայրերը, որպեսզի նրանք էլ զբաղվեն դրանց պահպանման։ Կան բազմաթիվ մշակութային արժեք ներկայացնող բնակավայրեր, որոնք ուղղակի անուշադրության են մատնված ու երիտասարդները պատրաստակամություն էին հայտնել զբաղվել այդ վայրերի բարեկարգմամբ։ Մենք կարևորեցինք դա ու գտանք, որ պետք է ֆինանսավորենք իրանց ու աջակցենք։ Ցանկացած երիտասարդ էլ, եթե հետաքրքրվում է այդ մշակութային արժեքներով, հենց մեր մշակութային արժեքներով, դա արդեն իսկ շատ մեծ պլյուս է մեր հասարակության մեջ։ Երկրորդ փուլով պատմական միջավայրի պահպանության Լոռու մարզային ծառայության գրասենյակի օգնությամբ ընտրվեցին Սպիտակի եւ Ստեփանավանի տարածաշրջանի այն հուշակոթողները, որոնք թերևս քիչ հայտնի են եւ սակայն խիստ բարեկարգման կարիք ունեն։ Ծրագրի վերջին փուլում կազմակերպվեց ցուցահանդես նվիրված այն համայնքների հուշակոթողներին, որտեղ իրականացվել են բարեկարգման աշխատանքները, մաքրված տարածքների մշակութային արժեքներն ընդգծելու եւ այն հասարակության լայն զանգվածին հասու դարձնելու նպատակով պատրաստվել էին տերտոններ, վերոնշյալ վայրերի մասին սև տեղեկատվությամբ, որը նաև բաժանվեց ներկաներին։ Սրանով նաև նպատակ ունենք օրինակ ծառայելու, բայց ընթացքում նաև շատ կարևոր ուրեմն կոթողներ մաքրվեցին եւ ներկայանալի դարձան։ Եվ եթե գոնե մենք հայաստանցիներս ընկալում ենք, որ կարող է մեր կոթողները լինել մոմի հաս ճերտի տակ, կարող են մեր կոթողները ոչ պատշաճ տեսք ունենալ, այսպես ասած, ապա մեր հյուրերը, որ լինում են ոչ մեր մարզից, ոչ մեր տարածաշրջանից կամ ոչ Հայաստանից, նրանց աչքին այդ ամենը շատ տգեղ պատկեր է ստանում։ Հետևաբար սա նաև կարևոր էր նրա համար, որ մեր համայնքները դարձան ավելի ներկայանալի եւ ավելի պատրաստ առանց ամոթի հյուր ընդունելու համար։ Ծրագիրն իր ձևաչափով կլինի շարունակական, հետագայում դրան կմասնակցեն հատկապես երիտասարդները եւ պատանները։ Սա կնպաստի մտաղ սերնդի մեջ ձևավորելու հայրենասիրության իսկական համոզմունքը։ Դիվան Գուգարաց թեմի։